Լորի հեռուստաընկերության ուղիղ եթերում ինքնակառավարում հաղորդաշարն է, բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, ընդամենը 2 օր և քարոզ արշավը մոտենում է ավարտին, հոկտեմբերի 2-ին, մենք բոլորս միասին պիտի մասնակցենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և այս հաղորդաշարի ընթացքում ես բազմիցս մեր լրագրողները բազմաթիվ անգամներ հիշեցրել են, որ մենք կատարելու ենք քաղաքական ընտրություն, այդ է պատճառը, որ այս տաղավարում այս օրերին հյուրընկալվում են Հայաստանի Հանրապետության քաղաքական դեմքեր ազգային ժողովի պատգամավորներ և նրանցից մեկը այսօր մեր հյուրն է ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Նահիրա Զոհրաբյանը։ Բարև ձեզ Տիկին Զոհրաբյան, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք Լորի հեռուստաընկերության եթերում։ Ես տեղյակ եմ, որ դուք այսօր միջոցառումներ եք կազմակերպել Վանաձոր քաղաքում իրականացրել, արդեն կարելի է ասել, ինչպիսին տեսակ Վանաձորը, ոչ նախընտրական, ոչ միջոցառումների տեսքով որպես քաղաք։ Գիտեք, Վանաձորը այսօր չէ, որ ես տեսա եւ իմ գործընկերները տեսան, մենք գիտեք, որ այս 10 տարիների ընթացքում, երբ որ այս տարի լրացավ Բարգավաճ Հայաստանի 10-ամյակը, Վանաձորը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում եւ չի եղել ամիս, որ մեր տարածքային կառույց մենք այդ կազմակերպած չլինենք, նաեւ Վանաձորի խնդիրները մեր խորհրդարանական խմբակցությունում քննարկած չլինենք։ Ինչ տեսանք։ Տեսանք հերթական անգամ օր-օրի քանդվող եւ ըստ էության ես ներողություն եմ խնդրում վանաձորցիներից, բայց մեռյալ քաղաք եւ իսկապես ցավալի է, որ երբ թերթում ենք, ես այսպես հոբի ունեմ քաղաքների անցյալ այսպես պատկերազարդ նկարները նայելու եւ ցավալի է տեսնել, թե ինչպես երբեմն իսկապես գեղեցիկ Վանաձորը, կանաչապատ Վանաձորը այս իշխանության եւ նաեւ նախորդ բոլոր իշխանությունների, նաեւ քաղաքի իշխանությունների ձեռքով ուղղակիորեն կոտրվեց, ուղղակիորեն ոչնչացավ եւ կարծես թե քայլում ես մի մեռյալ քաղաքով եւ մի սաղնություն է փչում ամբողջ քաղաքից, այդպես չպիտի լիներ եւ նաեւ այդ քաղաքի հանդեպ մտահոգությունն է, որ մենք շատ երկար քննարկեցինք իդեպ թե ով պիտի գլխավորի մեր համամասնական ցուցակը եւ իհարկե շատերի համար անակնկալ մենք որոշեցինք, որ պիտի գլխավորի կին, որտեղ մենք հասկացանք, որ այսօր հատկապես Վանաձորին մայրական ձեռք է պետք, մայրական հոգատարություն է պետք։ Պետք է այնպիսի մի մարդ, որը արմատներով կապված է քաղաքին։ Դուք գիտեք, որ Տիկին Այծեմ Նիկոհանյանի հայրը այս քաղաքը շենացնողներից, քաղաքը քարը քարի վրա դնողներից մեկն է եղել եւ հենց այդ մեր ընտրությունը նաեւ պայմանավորված էր դրանով։ Ես կրկնում եմ, գիտեք, ասել, որ մեկ լոկալ քաղաքում լուծելով քաղաքային իշխանության խնդիրը մենք կկարողանանք ընդհանրապես լուծել բոլոր խնդիրները, այդպես չէ։ Այս իշխանությունը պիտի հեռանա իր բոլոր մետաստազներով եւ բոլոր քաղաքներում։ Եվ գիտեք, այնքան էլ խելամիտ չեմ, որ իրենց քարոզչական պաստառը ես խոսքս վերաբերում է իշխանության տեխնացուին, հանրապետական կուսակցության տեխնացուին, իրենք մատնում են իրենց Վանաձորի նոր էջը, այսինքն իրենք ընդունում են, որ Վանաձորի բոլոր նախկին էջերը, որտեղ իրենք են եղել ղեկավար, եղել է սև, եղել է անհաջող, եղել է տապալված եւ հիմա սկսում են նորից, այսինքն նույնիսկ քարոզչական առումով այդքան ճկունություն չունեն, որ իրենք մատնում են, որ իրենց պաշտոնավարման բոլոր տարիները եղել է Վանաձորի սև էջը եւ հիմա չգիտես ինչու նույն իշխանության, նույն ներկայացուցիչը, նույն խաղի կանոններով, որտեղ ինքը չի կարող այլ խաղի կանոնով առաջնորդվել, նոր էջա բացելու, չի լինելու այդպիսի բան, հարգելի վանաձորցիներ, չի կարող լինել։ Ինքը շարունակելու է այս տարիների թալանի, ուրեմն գանձագողության քաղաքականությունը, այլ բան չի կարող անել, որտեղ խաղի կանոնը դա է, փորձեց այլ բան անել, դուրս կշպրտվի կլանային այս ողմակից։ Սա է։ Տիկին Զոհրաբյան, գաղտնիք չէ, որ ազգային ժողովում բազմիցս քննարկվել է հարցը, որ պիտի հնչեցնեմ, բայց լուծում չի ստանում։ Այսօր զարգանում է Երևան քաղաքը, մայրաքաղաքը, Երևան քաղաքում զարգանում է Երևանի կենտրոնը, մարզերը չեն զարգանում, մարզերում էլ քիչ-քիչ զարգացած է քաղաքների կենտրոնական մասերը միայն։ Մեր քաղաքի ծայրամասերում հավանաբար դուք եղել եք, շատ տխուր իրավիճակ է բոլոր առումներով։ Այս խնդրի հետ կապված ինչ կասեք։ Ես կուզեի կուսակցության ծրագիրը այո, շատ կարևոր հարց եք բարձրացնում, այո, իհարկե եղել ենք Վանաձորի ծայրամասերը, ինչպես Երևանի ծայրամասերը, ինչպես Գյումրիի ծայրամասերը հիշեցնում են գերմանական ֆաշիստական գետտոներ։ Երեք մենք Գյումրիի Սևերսկի թաղամասում էինք։ Ուրեմն մի 200 ընտանիք ունեցող թաղամաս, ամբողջապես զրկված կոյուղուց։
խմելու ջրից, էլեկտրականությունից, տան մեջ աճում էին ծառեր, նույնը Վանաձորում է։ Մի 5 րոպե կանգնեցինք, մի թեթև քամուց ամբողջ թիթեղները թափվեցին մեր վրա, ծայրամասերից, նույնը իդեպ Երևանում է։ Մի հատ Երևանի թաղամասերում նույն վիճակն է, եւ մենք քանիցս խոսել ենք այդ ապակենտրոնացման մասին։ Գիտեք, ասելով, որ եկեք մշակույթի նախարարությունը տանենք Գյումրի, ֆինանսների նախարարությունը տանենք Դիլիջան, դրանով ուրեմն համաչափ զարգացման խնդիրը չի լուծվելու։ Ես անընդհատ այդ խնդրի մասին խոսում եմ, այսօր էլ ձեր հերոստանգելության լրագրողը հարցրեց, որ ներինելու առաջի քայլը, եթե քաղաքային իշխանությունը Վանաձորում վստահվի ձեզ։ Ես չեմ ցանկանում ինչ-որ ճորոմ, շատ բարդ, ինչ-որ բարդ համադասական նախադասություններով ծրագրեր ներկայացնել, շատ պարզ, առաջին անցկացվելու է աուդիտ, պատասխանատվության են ենթարկվելու այս տարիների թալանի հիմնական դերակատարները եւ ընդհանրապես ինչ է ճիշտ եւ գրագետ կառավարումը, գրագետ մենեջմենտը, ճիշտ կադրը, ճիշտ մարդը, ճիշտ տեղում, ընդհանրապես պետք է Վանաձորի բյուջեն, որը իհարկե կարող էր եւ ավելին լինել, ծառայեցնել ոչ թե քաղաքապետի եւ նրա ենթակաների եւ քաղաքային տարբեր կալիբրի չինովնիկների անձնական բարեկեցությանը, այլ ծառայեցնել Վանաձորի ուրեմն քաղաքային խնդիրների լուծմանը։ Այս երկու բարձ խնդիրը որպես առաջնային եթե լուծվեց, բռնել պատժել նախկին բոլոր թալանչիներին եւ բյուջեն ոչ թե ծառայեցնել սեփական կարիքների համար, այլ ծառայեցնել քաղաքի խնդիրների համար, մնացած հարցերը լուծելի են։ Ես հարց եմ ուզում տամ, ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ, ինչպես է լինում, որ կներեք անապահով ընտանիքներից, բացարձակ զերո բարեկեցությունից դառնում են քաղաքապետ, դառնում են նախարար եւ մի շատ կարճ ժամանակ հետո տեսնում ես, որ իրենց բարեկեցությունը հասել է միջին եվրոպացի միլիոնատերոջ բարեկեցությանը։ Նայում կենսագրությունները Ռոքֆելլերի, Մանթաշովի թորները չեն, ոնց որ թե ժառանգություն չեն ստացել, գանձ չեն գտել։ Պատճառը թալանում են, թալան։ Մեր երկրի հիմնական ողնաշարը կոռոզիայի ենթարկող ախտերից մեկը դա կոռուպցիան է եւ դա համատարած գանձագողությունն է, գանձագողություն բոլոր մակարդակներով վերևից սկսած, կառավարությունից սկսած միջև ամենավերջի գյուղի համայնքապետը, որովհետեւ դոմինոյի էֆեկտով տեսնում է ինչ են անում, մտածում է թե մեծ մասշտաբով գողանում են, ինչ որ հայտարարեց նոր վարչապետը, որ պրիմիտիվ գողության դեմ պայքար կդիմեղեն, բա էլիտար գողության դեմ պայքարը ով է մղելու։ Մեզ մոտ էլիտար գողությունը գողության ամենազարգացած ժանրն է։ Եվ ինչպես Սերժ Սարգսյանն ասել էր, ձուկը գլխից պիտի բռնել, այդպես էլ չբռնվեց այդ գլխից եւ շարունակվեց։ Իհարկե, հիմա իրանք ինչ են անում, ես հասկանում եմ իրենց մարտավարությունը, կարծեմ շատ պրիմիտիվ մարտավարություն է, հասկանալով, որ իսկապես լարվածությունը սոցիալական կարող է հերթական եւս մեկ պայթունի բերելու, այս անգամ շատ ավելի անկանխատեսելի հետևանքներով շախմատային պարտիա են խաղում։ Մի վարչապետին հանում են, բերում են մյուսին, մի ինչ որ նախարարի հանում են, ես դրա համար, երբ որ ասեցին ինչի Բարգավաճը չմասնակցեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների քվեարկությանը, ասենք մենք հերթական շտոպկային կառավարությանը, հերթական կարուձևին, հիմա էլ նոր կառավարության եւ նոր նախարարների վրայով չենք մասնակցում, ընդհանրապես ժամանակ են ձգում։ Այս շախմատային փոփոխություններով մեկին հանելով, մեկին դնելով, իդեպ ինչ նախարար կար, որը տեր ուներ մնաց, որը հարաբերականորեն անտեր էր, հանվեց, որ նախարարությունը, որը իսկապես նման նախարարություն չպիտի լինի, դա անիմաստ նախարարությունա կարիքը չկար, այո, բայց քանի որ տվյալ նախարարը շատ հզոր հովանավորներ ունեց մնաց, շարունակում է պաշտոնավարել, այսինքն իրենց թվում է այնպիսի խորամանկ, այնպիսի խելացի քայլեր են անում, որ որևէ մեկը չի կարող հասկանալ, շատ պարզ է ձեր տրյուկները։ Դուք ընդհանրապես փորձում եք գումարելիների տեղերը փոխելով ժամանակ շահել, բայց չի ստացվելու։ Տիկին Զոհրաբյան, վերջերս շատ է խոսվում Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին քաղաքականություն, ակնկալենք, որ տեղի կունենա դա։ Գիտեք, այո, ես պիտի անկեղծ ասեմ, որ գրեթե ամեն օր մենք մարզային, հիմա արդեն ամեն օր, եւ ընդհանրապես այս փետրվարից այս կողմ մշտական է եղել մեր այցերը մարզեր եւ նաեւ Երևանի տարբեր համայնքներ եւ ամեն օր բարձրացվում է նույն հարցը։ Գագիկ Ծառուկյանը պիտի վերադառնա քաղաքականություն եւ շատ ճիշտ ընկալում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը կայացրեց որոշում այդ պահին, այդ քաղաքական իրավիճակում հեռանալ քաղաքականությունից, որտեղ ըստ էության երկրում ստեղծվել էր հեղափոխական իրավիճակ, կար երկու բևեռ, կար իշխանություն եւ կար Բարգավաճ Հայաստան, որի շուրջ համախմբված էր ողջ դիմությունը եւ կար հայտարարություն, որ Ծառուկյանի հիմնարկներում եւ այլն ստուգումներ պետք է արվեն։ Եվ եթե Ծառուկյանը շատերն ասում են ինչու չանցակ
Ռուբիկոնը եւ ինչու Բարգավաճ Հայաստանը չգնաց այդ քայլին անցնելու Ռուբիկոնը, մենք շատ երկար ենք զրուցել պարոն Ծառուկյանի հետ։ Ակնհայտ էր, որ առնահեղություն էր լինելու։ Այդտեղ երկու կարծիք լինել չէր կարող, որ երբ որ հիմա ըստ էության ոչ հեղափոխական իրավիճակում մենք տեսանք, որ այդ ՊՊՑ գունդի գրավումից հետո ըստ էության ինչ եղավ եւ ինչի կարող էր դա վերացել, այդ իրավիճակում 15 փետրվարին ըստ էության առնահեղություն անխուսափելի էր եւ ինչ էին ասելու էին Ծառուկյանը իր մոտ ստուգումներից խուսափելու եւ ինչ բաներ ուներ երևի թե թաքցնելու, որ անցավ այդ քայլը գնաց առնահեղության, որպիսի կարողանա ինչ իր խնդիրները լուծել եւ գիտեք շատ կարեւոր է որ ժողովուրդը այս պարզ ֆորմուլան, պարզ բանաձևը շատ լավ հասկանում է եւ հիմա այո բոլոր կառույցներում մեր եւ հանրության հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացվում է, բայց իհարկե մենք բոլորս էլ հասկանում ենք, որ վերջի խոսքը իհարկե Գագիկ Ծառուկյանինն է լինելու, այդպես է։ Շատ լավ եւ վերադարձից հետո կարծում եմ, որ կմնա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որպես ընդդիմադիր կուսակցություն, որի միջոցով հնարավորություն կունենա իրականացնել ծրագրերը։ Միանշանակ, որտեվ այլ կերպ չի կարող լինել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ես ինչի եմ այսպես բաց ճակատով կանգնում եւ ասում, այստեղ էլ Գյումրիում էլ, Ղափանում էլ, ամենուր որտեղ մենք առաջադրել ենք տեխնացուներ եւ համամասնական ցուցակ, վստահեք Բարգավաճ Հայաստանին, որտեվ ես հիմա ինչ որ քաղաքական ուժեր կարող են նեղանան, կարող է իրենց դիսկոմֆորտ զգա, բայց Բարգավաճ Հայաստանը, ես խոսում եմ, չեմ խոսում եմ մանր մուդր իշխանական պրաբիրկաներում ստեղծված ինչ որ մանրապճեղ ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին, ովքեր ինչ որ ազգային ժողովի ամբիոնը գրկում հայում են Սերժ Սարգսյանին եւ այստեղ թիփի եւ քամի են անում, որ իրենք ընդդիմություն են, երբ որ մենք բոլորս էլ գիտենք, որ հստակ ուրեմն իշխանության այսպես զինվորիկներն են, Բաղրամյան 26-ի զինվորիկներն են, ես դրանց մասին չեմ խոսում, ես խոսում եմ քիչ թե շատ կենսագրություն ունեցող քաղաքական ուժերի մասին։ Ես էլ եմ ասում, միգուցե եւ շատերին դուր չգա այն ինչ որ ես հիմա պիտի ասեմ, բայց այո, մենք էլ ունեցել ենք որպես քաղաքական ուժ մեր սխալները։ Այդպես եւ չի սխալվում նա ու ոչինչ չի անում, բայց երկու բանում որևէ մեկը Բարգավաճ Հայաստանին չի կարող մեղադրել։ Բարգավաճ Հայաստանի վրա թալան չկա, Բարգավաճ Հայաստանի վրա արյուն չկա։ Բազմաթիվ քաղաքական ուժերի եւ նախկին եւ ներկան էլ հետը եւ նախկիններ, որոնք այսօր հավակնում են տարբեր նաեւ այս համայնքում ուրեմն արժանանալու Վանաձորցու քվեին, էլ եմ ասում թալաներ կա իրանց վրա, արյուններ կա իրանց վրա։ Մի հատ իրանք դրա համար պիտի պատասխան տան, հետո նոր ակնկալեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն 12 թվականին, երբ որ Բարգավաճ Հայաստանը հավաքեց խորհրդարանական ընտրություններում 500,000-ի մոտ ձայն, Գագիկ Ծառուկյանին առաջարկվել է մի քանի անգամ ավելի շատ նախարար, 8 նախարար, 4-ը մարզպետ, Երևանում բազմաթիվ համայնքապետեր, բոլոր բարձրաստիճան օղակներում լրջագույն պաշտոններ, բայց մենք քննարկելով քաղաքական թիմի հետ եւ իհարկե վերջի խոսքը եղել է Ծառուկյանին, հասկանալով որ այդուհանդերձ հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհը մնում է, նույնիսկ այդ պատասխանատվությունը ստանձնելով դու չես կարողանալու էական բեկում եւ էական փոփոխություն մտցնել։ Ծառուկյանը հրաժարվեց, որևէ քաղաքական ուժ վստահեցնում եմ ձեզ նման առաջարկի դեպքում չէր հրաժարվի, կմտածեր դե լավ գնամ, ես էլ ինչ որ բանից օգտվեմ, դրա համար եմ ասում, ինչի պիտի վստահել Բարգավաճ Հայաստանին, որտեղ մենք թալանի մասնակից չենք եղել, մեր ձեռքերը մաքուր են եւ մենք երբեք որևէ մեկի անվան տակ չենք թաքնվել։ Մենք ասում ենք սա մենք ենք, ոչ ինչ որ տարբեր մտածածին դաշինքների եւ այլնի անունների տակ ենք թաքնվում, ոչ էլ փորձում ենք կեղծել մեր կենսագրությունը եւ դրա համար ես նաեւ ասում եմ, որ Վանաձորում եւս մենք ունենք լուրջ իրատեսական ծրագիր, նույն Վանաձոր Քիմպրոմի հետ կապված։ Բարգավաճ Հայաստանը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների ընտանիքի շատ մեծ ընտանիքի անդամ է։ Մենք այնտեղ նաեւ լուրջ գործարարներ կան, որոնց հետ մենք քննարկել ենք, իդեպ նաև հիշում եք մի 10 օր առաջ եկանք Վանաձոր Քիմպրոմ ղեկավար կազմի հետ հանդիպելու եւ չգիտես ինչի մեզ թույլ չտվեցին արտադրական հատվածը մտնել, որpիսի երևի թե չտեսնեինք թե ոնց է հալանվել։ Ամեն դեպքում մենք լուրջ միջազգային մեր կամպանիոնների հետ քննարկել ենք Քիմպրոմի ամբողջ ծավալով գործարկել հասկանալի է որ չի լինելու, որտեղ մենք ամբողջ փաստաթղթերը ներկայացրել ենք, իրենք նայել են եւ ասել են որ բացարձակ
արդյունավետ կլինի, բայց գոնե երկու արտադրամաս կորունդը եւ կարբիտը այդ միջազգային մեր կամպանիոնները ասել են, եթե մենք տեսնենք, որ Վանաձորում կա վստահելի քաղաքային իշխանություն եւ եթե դատական է գործընթացը, ինչի մեջ գտնվում է այս փուլում Վանաձոր Քիմպրոմը, հնարավոր լինի ավարտել, իրենք պատրաստ են նաեւ մոտ 142 միլիոն չվճարված աշխատավարձի պարտք կա, դուք գիտեք Քիմպրոմի աշխատակիցներին, այսինքն իրենք որոշակի ռիսկեր վերցնելով անգամ պատրաստ են որոշակի գործընթաց սկսել Քիմպրոմում, եթե վստահ լինեն, որ այն ներդրումները, որ անելու են, չեն ասելու բեր ներդրումներից կեսը տուր մեզ, կամ քանի տոկոս փայ պետք մտնենք, կամ ինչքան ատկատ պետք տակ, այնպես որ մենք Վանաձորի հետ կապված իսկապես լուրջ ծրագրեր ունենք, բայց հասկանալի է, որ մենք ինքներս էլ պիտի հասկանանք, որ կա վստահելի քաղաքային իշխանություն։ Մենք ասում ենք, այդ վստահելի քաղաքային իշխանությունը մենք ենք, իդեմս մեր համամասնական ցուցակի, Այտեմնիկի Օհանյան, Հրանտի Մարգարյան, Սեյրանի Հարությունյան, Հրաչիկի Ղանվարյան, Դավիթի Հակոբյան եւ գիտեք, մենք էլ կարող ենք 100 հոգանոց համամասնական ցուցակ ներկայացնել եւ բոլորին ասել, ով ում բարեկամն եկեք քվեարկեք, բայց մենք հասկացել ենք, որ ավականին դա պրոֆեսիոնալ տեղ եմ, այդտեղ պիտի աշխատեն մարդիկ, ովքեր հասկանում են, ովքեր գիտակեն, ովքեր տեսնում են քաղաքի խնդիրները եւ ունակ են քաղաքի խնդիրները լուծելու։ Դրա համար 28 մեր տեխնացուները ում առաջադրելն է, բոլորն էլ գիտակ պրոֆեսիոնալ մարդիկ են։ Գալչկայի համար ընդհանրապես ասեմ ձեզ, որ ես վստահ եմ, որ գիտեք հոկտեմբերի 2-ը շատ հարցերի պատասխան տալու է։ Ճղճղան, այո, տարբեր գործիչների, տարբեր այսպես ճղճղանների եւ մյուսների ամենտեղ դնելու է լակմուսի թուղթ է լինել, ինչպես լակմուսի թուղթ եղավ առաջի փուլը դիմընտրությունների սեպտեմբերի 18-ի, երբ Բարգավաճ Հայաստանը երեք հիշում եք այդ ռեգիոնում էր Արմավիր, Արագածոտը եւ Արարատ 23 համայնքում Բարգավաճ Հայաստանը ունեցավ համայնքապետ, ուրեմն 42 ավականի։ Մի մասը ճղճղացողները գործնականում ոչինչ չեն արել եւ կարելի ասել չեն էլ վստահում։ Ես կոնե այդ կարծիքին եմ, դա իմ մասնավոր կարծիքն է, որպես Վանաձորի քաղաքացի, Վանաձորաբնակ եւ նաեւ ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները հասկանան, որ մեզ գործ է հարկավոր, մեզ բարձրագոչ արտահայտություններ, Կուրսկ ծեծել, հայհոյանքներ, մրցույթներ ընդդիմության լիցենզիայի ստացման հարկավոր չեն մեզ իսկապես ես կոնե չեմ արտագաղթել, ապրում եմ Վանաձորում եւ ունեի այդ հնարավորությունները ավելի լավ մեծ քաղաքներում ապրել, աշխատել, բայց ուզում եմ, որ իմ քաղաքը զարգանա եւ դուք Քիմպրոմի մասին նշեցիք, Տիկին Զորաբյան, Քիմպրոմը իր հերթին, բայց այս համայնքներում նաև հաշվի առնելով նախկինում մեծ գործարաններ, թեթև արդյունաբերություն կար նաև զարգացման, դա այլևս անհնարին է վերագործարկել, կարծում եմ փոքր եւ միջին գործարարության զարգացումը կբերի համայնքների զարգացման այս ուղղությամբ ինչ որ ծրագրեր, ինչ որ պլաններ ունեք։ Ճիշտ նկատեցիք, որովհետև ես լսում եմ մի քանի քաղաքական ուժերի, որ ասեցին, մենք պիտի Վանաձորում վերագործարկենք երբեմնի հզոր ձեռնարկությունները, սիրելիներս, չհավատաք նման քաղաքական ուժերին։ Հայաստանի տնտեսության այս կոտրած ողնաշարի պայմաններում այս բյուջեի մեր հնարավորություններով հնարավոր չի եւ դա միֆ է, դա իլյուզիա է վերագործարկել եւ դրա արդյունավետությունն էլ լինելու է զրոյական, դա բացարձակապես արդյունավետ չի լինելու եւ տնտեսապես բացարձակ շահավետ չի լինելու, նման գործարանները նախ դա հնարավոր չի լինելու վերագործարկել։ Այո, ցանկացած նորմալ եվրոպական երկրում տնտեսության ողնաշարը դա միջին եւ փոքր ձեռներեցությունն է։ Պիտի հնարավորություն տալ, էլի եմ ասում, շատ պարզ բանաձև կա։ Թույլ տալ, որ մարդիկ ոչ թե հարկային պրեսինգներով, այսօր ազգային ժողովը քննարկում էր հարկային օրենսգիրքը, մի խայտարակ օրենսգիրք։ Ես իմ տպավորությամբ այդ օրենսգիրքը բերված է նրա համար, որպեսզի այդ փոքր միջին մի քանի ձեռնարկատերեր որ կան, որ մնացել են եւ որոնց աշխատանքի շնորհիվ թոշակառուն կարողանում է թոշակ ստանալ դեռ բարեբախտաբար կարողանում ենք սոցիալական նպաստներ վճարել աշխատավարձ, այդ մարդիկ էլ փակեն, ճամպրուկները վերցնեն եւ արտագաղթի ավտոբուսները կրկնապատկվեն եւ եռապատկվեն։ Փոքր եւ միջին ձեռներեցության համար պիտի ստեղծել նպաստավոր պայմաններ։ Այսօր մենք գիտենք, եթե որևէ մեկը, ես ունեմ եվրոպացի գործընկերներ,
Ես ինքս շահագրգիռ էի, որ գային Հայաստանում ներդրում անեին։ Եկան մարդիկ եւ առաջի հարցը, որ տվել են այդ մարդկանց, նախարարներից մեկը ասել է, բայց քանի տոկոս եմ ունենալու։ Այդ մարդը ամիջապես վերցրել, տոմսը փոխել եւ արագ հետ է դարել Մարոկկո, երբ որ այնտեղի ամենամեծահարուստներից մեկն էր եւ լուրջ մի քանի $100 միլիոն ներդրում էր պատրաստ անել Իսկ այդ Հայաստանում։ նախարարին այդ թեմայի շուրջ փորձը հասարակական պարսավանքը ամենահզոր զենքն է։ Գիտեք, Գուցե իրավական դաշտում իրենք ապաճելի են, բայց հասարակությունը պիտի իմանա այս ամենի մասին։ Ես կարծում եմ, որ պադոշ են կներեք էլի, այս միգուցե ոչ կոռեկտ բառ օգտագործեցի, բայց երբ որ մարդիկ հատում են մի սահման, երբ որ այլևս բարոյականության արգելակները չեն գործում, երբ որ դու զգում ես, որ մարդու համար չկա այդ կարմիր գիծը, չկա այդ սահմանը, որից այն կողմ ուղղակի չի կարելի անցնել, այդ մարդու հետ անիմաստ է որևէ բան քննարկել, իհարկե քննարկել ենք, իհարկե ես այդ նախարարի հետ զրուցել եմ, որ ես հրավիրել եմ այդ ներդրողին, բնականաբար իրենք հերքում են, այնպիսի խուճուճ, ինչ որ օրենքներ կբերեն, չգիտեմ, իրավական ակտերի այսինչ կետի, այսինչ ենթակետի համաձայն, որ անիմաստ է խոսակցությունը շարունակելը։ Այսպես է, ես երի անուն չեմ ուզում տամ, մեկը ասեց դե երբ են ինձ նախարար նշանակել, որ մի քիչ էլ ես լավ ապրեմ։ Այսինքն, քանի դեռ ֆորմուլան, մտածողությունը պետական պաշտոնյայի, նախարարի, падգամավորի, այն է, որ ինքը գնա այդ աթոռին, որպեսզի լավ ապրի, որևէ բան ակնկալել չի կարելի, եւ ես ելի եմ ասում, անդադ քննարկվեց, որ ինչ կերպ մենք իսկապես շատ զգայուն ռեգիոնում ենք ապրում, մենք ունենք Ղարաբաղի խնդիր եւ սա բացարձակ բարձրագույն հայտարարություն չէ։ Ի տարբերություն շատերի, ես շատ հաճախ եմ լինում առաջնագծում, ես տեսնում եմ այնտեղ կանգնած մեր երեխաներին, մի հատ պաշտոնյայի երեխա չկա, մի հատ միջին կլասի պաշտոնյայի երեխա չկա։ Դուք դա շատ լավ գիտեք, բայց ամեն դեպքում մենք գիտենք, որ այդ երեխաները կանգնած են, մենք իրավունք չունենք այդ երեխաների անվտանգությունը վտանգել։ Մենք հասկանում ենք, որ մենք մի զենք ունենք, այդ զենքը քվեն է, եւ ես շատ ցավում եմ, եւ ես շատ կցավեմ, եթե հերթական անգամ պարզվի, որ վանաձորցին, գյումրեցին, ես չգիտեմ, սիսյանցին, ղափանցին էլի վերցրել է իշխանության գումարը, իդեպ իրանցից, հենց իրենցից գողացված գումարը եւ գնացել քվեն տվել է։ Դուք կրահեցիք իմ հաջորդ հարցը, այս օրերին թերևս վերջին մի երկու օրվա ընթացքում շատ ավելի շատ են խոսում ընտրակաշարքի, ընտրական կոռուպցիայի, ընտրողներին մոլորության մեջ գցելու թեմաների շուրջ։ Փոքր քաղաք է եւ մենք լսում ենք անընդհատ։ Տիկին Զոհրաբյան, ընտրական օրենսգիրքը հասկանալի է, վստահված անձեր, ընտրատեղամասերում մարդիկ կարող են ի վիճակի են վերահսկել, բայց այդ ամենը տեղի է ունենում ցավոք սրտի ընտրատեղամասերից դուրս, որը կարծում եմ անհնարին է ուղղակի վերահսկել։ Դուք ճիշտ եք ասում, երբ որ ես հունիս ամսին Ստրասբուրգում զրուցում էի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ եւ ասում էի դուք ինչի եք եւ նաեւ ԵՀԿ-ԺՀՄԻԳ-ի փորձագետների, ասում էի ինչի եք մեր Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններին տալիս դրական գնահատական։ Այո, անընդհատ։ Իհարկե թերություններ կան, բայց սա իրենք պատասխանում են, մեզ չի հետաքրքրում, թե հանրապետական կուսակցությունը, իշխանության կուսակցությունը ինչպես է այդ ձայնը բերում, փող է բաժանում, կարաոկե է երգում, թե ստրիպտիզ է անում։ Փաստը այն է, որ քվյախցիկը, այդ քվյատուփը բացվում է եւ այնտեղ իրենք մեծամասնություն են։ Եվ դրա համար ես դիմում եմ սիրելի մեր հայրենակիցներին, Վանաձորի սիրելի իմ հայրենակիցներին, մի ասեք, թե դուք չգնացիք, ընտրեցիք եւ չգիտես ինչ կերպ իրենց ուրեմն քվյաթերթիկները հայտնվեցին քվյախցիկում։ Մի վերցրեք այդ գումարը կամ վերցրեք, որտեվ դա ձեզանից գողացված գումարն է եւ գնացեք քվյարկեք իրենց դեմ, որտեվ այս անցած տարիների ընթացքում իրենք ցույց են տվել, որ իրենք սպառել են, գիտեք ինչ, պոզիտիվ ինչ որ բան անելու ռեսուրս, ժամանակ գոյություն ունի։ Նույնիսկ ամենաիդեալական իշխանությունը չի կարող 10-15 տարուց ավել լինել, գալիս է մի պահ, այս իշխանությունը, որ իր առաջի օրվանից ապացուցել է, որ ոչ մի լավ բան չի կարողացել անել։ Գիտեք, ամենամեծ ողբերգությունը ես եւ ապրեցի, երբ հունիսին հերթական սեսիայի ժամանակ, դե երբ գիտեմ, որ գալիս է падգամավոր հայ համայնքից, Ստրասբուրգը ինքը փոքր քաղաք է, ամեն ամիս 200-100 մարդ ավելանում է Ստրասբուրգում Հայաստանից արտագաղթած։ Եկավ մի երիտասարդ, խոսում է հայերեն, նայում եմ անձնագիրը, ադրբեջանցի Ալի Հասանով։ Հաշտում եմ, դու ասում ես ես Երևանցի տղա եմ, կոնդեցի եմ, եւ ադրբեջանցու ազգանունով դե մեր անձնագրայում կարողացել էր կաշառել, որտեվ ասում է հիմա քաղաքականով էլ ապաստան չեն տալիս, միակ տարբերակը, որ ես կարող էի
քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայում, դա ասել, որ ես ադրբեջանցի եմ եւ ինձ ճնշում են, բնականաբար ես դադարեցրեցի, ես չեմ կարող խոսել մի մարդու հետ զրուցել անգամ, ով ինչքան էլ մեր երկիրը վատը լինի, ինչքան էլ մեր երկրում խնդիրներ լինեն, եթե հայը կարող է այնքան ընկնել, որ իր երկրից մի աման լափի համար ադրբեջանցու ազգանուն վերցնել, ես քո հետ խոսելու բան չունեմ, բայց մենք պիտի հասկանանք, որ այստեղ նաև մեղավորության իր բաժինը ունի իշխանությունը, ինչքան պիտի մարդու դանակը ոսկորին հասած լինի, որ նա համաձայն լինի վերցնել ադրբեջանցու ազգանուն, մենակ իր լքի իր հայրենիքը։ Դրա համար սիրելի ժողովուրդ, մի ասեք, թե դուք չգնացիք քվեարկեցիք, թե ձեզ չհամոզեցին, ձեր վրա վարչական ճնշում չգործադրեցին, իդեպ հիմա ինչ որ անհեթեթ լուրեր են տարածում մեր կառույցի ներկայացուցիչները ասեցին, որ հանրապետական դե իրանք երևի այնքան ամաչում իրենց անունից, որ տարածում են, որ միևնույն է ընտրություններից հետո Բարգավաճ Հայաստանը ավականին միանալու է իրեն եւ պաշտպանելու իրենց սիրելի վանաձորցիներ, սատանայի հետ անգամ պատրաստ ենք դաշինք կազմելու հանրապետական կուսակցության եւ հանրապետական տեխնացուի հետ չի լինելու այդպիսի բան։ Ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ հետո հիմա մի այսպիսի նույն այսպես ակնոց օպերացիաներ Գյումրիում են իրականացնում, նույն բանը, այնքան էլ կներեք պրիմիտիվ են, ասենք, նույն քարոզչական տրուկները ամենտեղ իրականացնում են, այդ այսպես քարոզչական երևակայություն էլ չունեն, ակնոց օպտիկական ակնոցների անվատակ մտնում են տները, հաշվառում են մարդկանց եւ անգամ Գյումրիեցու մի տատիկի ասել էին, դե տվել էին ակնոցը, գումարներ տվել էին, ասել էին ակնոցի վրա էլ կամերա է դրված, անպայման տեսնելու են դու քվեարկում ես իշխանության տեխնացուին, թե ոչ։ Ժողովուրդ ջան, ես անհարմար եմ զգում մտածելու, որ կարող է որևէ վանաձորցի, որևէ քաղաքացի այդպիսի պրիմիտիվ, ուրեմն մանիպուլյացիաների ենթարկվի, ես էլի եմ ասում, եթե իսկապես ձեր ընտանիքի համար անհրաժեշտ է իրենց տված այդ 5000 դրամը, ես ինքս երևի թե շատ սխալ բանի կոչ եմ անում, ես իրավունք չունեմ նման կոչ անելու, բայց եթե ես ինքս եմ ասում նաև այդ մասին, այո, եթե իսկապես դա ձեր մի օրվա երեխայի հարցը լուծելու է, միևնույն է, դա ձեր գումարն է, դա իրենց գումարը չէ, դա ձեզանից գողացված գումարն է, վերցրեք, բայց գնացեք մի քվեարկեք ձեր խղճի մտոք, միայն չքվեարկեք ուրեմն իշխանության տեխնացուին եւ այն ընդդիմադիր ճղճղան լաչարներին, ովքեր ազգային ժողովի ամբիոնը գրկած մտածում են, որ Սերժ Սարգսյանին հայոյելով նույն իշխանության հետ պայմանավորված հայոյանքի դոզանել չափնել պայմանավորվում են, իրենք ընդդիմություն են։ Մնացածը դուք ազատ եք, քվեարկեք ձեր խղճի մտոք։ Իհարկե, ես որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ կոչ եմ անում ձեզ քվեարկել Գագիկ Ծառուկյանի հիմնադրած հզոր, ազնիվ, անբասիր քաղաքական ուժի օգտին, Բարգավաճ Հայաստանի օգտին, մեր համամասնական ցուցակի օգտին, Տիկին Այցեմնիկ Օհանյանի օգտին եւ մեր մյուս տղաների օգտին։ Տիկին Զոհրաբյան, շնորհակալություն եմ հայտնում, որ կարճ ժամանակահատվածում կարողացանք զրուցել, կարծում եմ, որ ավանդույթ կդառնա մեր եթերից զրուցել ոչ միայն տիմի շուրջ, նաև ի վերջո Վանաձորը, Գյումրին արդեն քաղաքական քաղաքներ դարձան նոր սահմանադրության արդյունքում եւ վստահ եմ, որ դուք էլ ուշի ուշով կհետևեք քաղաքի զարգացմանը, ընթացքին մեր քաղաքի, մենք մեր падգամավորների կարիքը շատ ունենք, աշխատող падգամավորների ես նկատի ունեմ, ինչպես դուք եք ասում, ոչ ճղճղանտ падգամավորների եւ մենք իսկապես ուզում ենք զարգանալ, այդ ամենը մեզ ոչինչ չի տալիս։ Անչափ շնորհակալ եմ, իսկապես ես կարծում եմ մենք կարողացանք այս կարճ ժամանակում բոլոր թե կարևոր խնդիրներին անդրադառնալ, իսկապես շատ հաճելի էր, շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, Լորի հեռուստաընկերության ուղիղ եթերում ինքնակառավարում հաղորդաշարներ, տաղավարում իմ հյուրը ազգային ժողովի падգամավոր, ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Տիկին Նաիրա Զոհրաբյանը, շնորհակալություն եւ ամենայն բարիք ձեզ։